Քեյթը վերադարձավ մեկ ուրիշ տղամարդու հետ, հարգանքի տուրք մատուցելու իր հանգուցյալ ամուսնուն, սակայն հանկարծ ապշեց մի ցնցող տեսարանից։ Նա երբեք չէր սպասում, որ թեև իր ամուսինն արդեն 10 տարի մահացած էր, նրան շունը, Հաչիկոն, դեռ սպասում էր կայարանում, որ նա վերադառնա։ Մշուշոտ աչքերով և կեղտոտ բրդով Հաչիկոն նստած էր այնտեղ, այլևս չլինելով տարիներ առաջվա կենսախինդ շունը։ Չնայած Քեյթն արդեն շարունակել էր իր կյանքը և նոր սկիզբ դրել, Հաչիկոն դեռևս անխելքաբար սպասում էր նույն տեղում։ 10 տարի էր անցել, նույնիսկ սիրահարները չէին կարող հավատարմություն երաշխավորել, շունը մնացել էր հավատարիմ և սպասում էր անձնվիրաբար։ Մոտակայքում սուրճ վաճառող ծերունին չկարողացավ զսպել արցունքը։ Թերևս նա գիտեր այն դժվարությունները, որոնք Հաչիկոն կրել էր վերջին տասնամյակի ընթացքում։ Այդ պահին Հաչիկոն արդեն ճանաչել էր իր տիրուհուն, բայց չէր կարողանում չհայացքը թեքել, վախենալով բաց թողնել գնացքից իջնող որևէ մեկին։ Հաչիկոյի առաջին հանդիպումն իր տիրոջ հետ տեղի էր ունեցել կայարանում։ Թերևս ճակատագիրն էր, որ նա փակեց աշխատանքից ուշ տուն վերադարձող երաժշտության պրոֆեսոր Փարկերի ճանապարհը։